Դոմինանտ սեպտակորդ կամ փոքր մաժոր ակորդ։ Ինչու է մեր սեպտակորդը կոչվում փոքր մաժոր սեպտակորդ, քանի որ հիմքի գագաթի հնչյունը իրար միասին կազմում է փոքր սեպտիման, մեծ սեպտիմա, փոքր սեպտիմա։ Հիմքի գագաթի հնչյունը փոքր սեպտիմա է եւ հիմքում ընկած է մաժոր եռահնչյուն։ Ուրեմն փոքր մաժոր սեպտակորդ կամ դոմինանտ սեպտակորդ, իսկ ինչու դոմինանտ սեպտակորդ, քանի որ կառուցվում է դոմինանտայի վրա, այսինքն յուրաքանչյուր տոնայնության 5-րդ աստիճանը դոմինանտան է, հենց այդ դոմինանտայի վրա էլ կառուցվում է մեր սեպտակորդը, օրինակ սոլ, սի, ռե, ֆա, սոլ նոտայից է կառուցվում, ուրեմն սոլը դոմինանտա է, եկեք գտնենք որ տոնայնության համար, 1, 2, 3, 4, 5, ուրեմն մենք գտնվում ենք դո մաժորում, սոլ, սի, ռե, ֆան դո մաժոր է, դոմինանտ սեպտակորդն է, իսկ հիմա եկեք նայենք դոմինանտ սեպտակորդի կառուցվածքը, շատ կարևոր է լավ հիշել դոմինանտ սեպտակորդի կառուցվածքը, հիշում եք մաժոր, փոքր մաժոր, ուրեմն մաժոր եռահնչյուն, գումարած փոքր տերցիա, ահա մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքը, կամ յուրաքանչյուր սեպտակորդի մեջ կա 3 տերցիաներ, 1, առաջին տերցիան, 2, երկրորդ տերցիան եւ 3-րդ տերցիան, առաջին տերցիան մեծ է, երկրորդ տերցիան փոքր է, երրորդ տերցիան փոքր է, ուրեմն մեծ տերցիա, փոքր տերցիա կամ մաժոր եռահնչյուն գումարած փոքր տերցիա, սա մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքն է, լավ պետք է հիշել, եւ մեր դոմինանտ սեպտակորդը, քանի որ ունի մաժորային հնչողություն, բայց դիսոնանս ակորդ է, ունի կարիք լուծման դեպի կայուն աստիճաններ, լուծվում է դեպի թերի տոնիկական եռահնչյունի մեջ կամ տոնիկական տերցիայի մեջ, նայեք, ֆան լուծվում է դեպի մի, ռեն գնում է դեպի դո, սին բարձրանում է դո, սոլը կայուն է, բայց կրկին բարձրանում է դո, ուրեմն սոլ, սի, ռե, ֆա, մի, դո, սա մեր տոնիկական տերցիան է կամ թերի տոնիկական եռահնչյունը, ինչու թերի, քանի որ կվինտային տոնը բացակայում է, տոնիկան է եւ տերցիային տոնն է, ահա եւ մեր դոմինանտ սեպտակորդը, իսկ հիմա եկեք դոմինանտ սեպտակորդը կառուցենք նոտաներից, տարբեր նոտաներից, օրինակ եկեք կառուցենք ռե նոտայից, հիշեցնեմ, որ ռե նոտան հանդիսանում է դոմինանտա, որ տոնայնության համար, 1, 2, 3, 4, 5, պետք է լուծենք սոլ մաժորում կամ սոլ մինորում, ինչու սոլ մաժոր, սոլ մինոր, քանի որ եթե մենք ռե նոտայից ենք կառուցում, առհասարակ նոտայից ենք կառուցում, ցանկալի է լուծել եւ մաժոր եւ մինոր, իսկ հիմա կառուցվածքը հիշում եք մաժոր եռահնչյուն, գումարած փոքր տերցիա, ահա ստացվեց ռե, ֆա դիեզ, լա, դո, հիշում եք, մենք գտանք տոնայնությունը սոլ մաժոր է եւ սոլ մինոր, սակայն մեր դոմինանտ սեպտակորդը այսպիսի հատկություն ունի, բնական մաժորում է կառուցվում եւ միայն հարմոնիկ մինորում, ուրեմն մեր մինորը պետք է լինի անպայման հարմոնիկ, միայն հարմոնիկ, եւ այսպես լուծում ենք, դոն գնում է դեպի սի, լան գնում է տոնիկա սոլ, ֆա դիեզը 7-րդ աստիճանը սոլ, ռեն 5-րդ աստիճանը բարձրանում է սոլ, ստացվում է ռե, ֆա դիեզ, լա, դո, սի, սոլ, ահա եւ սոլ մաժորը, հիմա հարմոնիկ մինորը, հիշում եք, որ սոլ մինորը ունի 2 բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ, իսկ հարմոնիկ նշանը ֆա դիեզն է, քանի որ բնական սոլ մինորում չկա ֆա դիեզ նոտա, ուրեմն ռե, ֆա դիեզ, լա, նո, սի բեմոլ, սոլ, ուրեմն մաժորում լուծվում է մեծ տերցիայի մեջ, իսկ մինորում լուծվում է փոքր տերցիայի մեջ, եկեք մի նոտայից կառուցենք, մի նոտան դոմինանտան է, եկեք տոնայնությունը գտնենք, 1, 2, 3, 4, 5, լա մաժոր եւ լա մինոր պետք է լինի, ուրեմն կառուցվածքն է մաժոր եռահնչյուն, ահա մաժոր եռահնչյուն կամ մեծ տերցիա, փոքր տերցիա, գումարած փոքր տերցիա, մաժոր եռահնչյուն գումարած փոքր տերցիա, ահա, եւ լուծվում է տոնիկական տերցիայի մեջ կամ թերի տոնիկական եռահնչյունի մեջ, ռեն գնում է դեպի դո դիեզ, սին գնում է լա, սոլ դիեզը լա,
մին բարձրանում է լա, մի սոլ դես սի ռե, դո դես լա լա լա։ Իսկ հիմա լա մինորում, լա մինորը նշան չունի, ինչպես գիտեք, բայց լա մինոր հարմոնիկ ունի սոլ դիեզ 7-րդ աստիճանը բարձր է։ Mi sol de si re, do la la la, mi sol de si re, do la la la, սա էլ մեր լա մինորը։ Մենք կառուցեցինք տարբեր նոտաներից դոմինանտ սեպտակորդ։ Եկեք 3 բեմոլանոց տոնայնություն վերցնենք։ Նայեք մի բեմոլ մաժորը։ Մի բեմոլ մաժորը ունի 3 բեմոլ, si, mi, la, si բեմոլ, mi բեմոլ, la բեմոլ։ Ահա։ Mi բեմոլի 5-րդ աստիճանը 1 2 3 4 5 si բեմոլն է, ուրեմն si բեմոլից էլ կառուցում ենք։ Եկեք այստեղից կառուցենք si բեմոլ re fa la բեմոլ։ Նայեք մաժոր երահնչում ու մնաց փոքր տերցիա, ահա մեր դոմինանտ սեպտակորդն է։ Ահա Sol, mi bemol, ուրեմն si bemol, re, fa, la բեմոլը գնում է sol, 3-րդ աստիճան, ֆան իջնում է տոնիկա mi, re-ն բարձրանում է mi, 5-րդ աստիճանը գալիս է դեպի տոնիկա mi, ստացվում է si, re, fa, la բեմոլ, sol, mi բեմոլ, ահա եւ տոնայնության մեջ։ Կառուցենք նաև դոմինորը ունի 3 բեմոլ, si բեմոլ, mi բեմոլ, la բեմոլ, հարմոնիկ նշանը դո մինորի 7-րդ աստիճանը բարձր է, այսինքն si բեկառ, եւ կառուցում ենք դո մաժորի 5-րդ աստիճանը սոլ նոտան է, սոլ si բեմոլ ունեինք, որը բեկառ էր դարձել, հիշում եք, սոլ si բեկառ re fa, mi բեմոլ դո, ահա եւ մեր դո մինորում կառուցեցինք դոմինանտ սեպտակորդ։ Եթե ունեք հարցեր, գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին։ Բաժանորդագրվեք եւ դրեք լայք, շատ շնորհակալ կլինեմ։